տեսնում եք այս 4 կետերը, ասեմ դրանք 4-ը չեն, ուշադիր նայեք մեջտեղի կետին 10-ից 20-30 վայրկյան եւ նա կողքի կետերը կանհետանան, ուշադիր նայեք ու գրեք կոմենտներում ստացվեց թե ոչ, ես բացատրեմ ոնց է տեղի ունենում Troxler-ի էֆեկտ տեսողական երևույթ, որի դեպքում կողային տեսադաշտում գտնվող բոլոր պատկերները աստիճանաբար հեռանում ոնց է տեղի ունենում Ժորժ ջան, երբ որ երկար ժամանակ նայում ես մեկ կետի վրա, այն հայտնաբերվել է 1804 թվականին շվեյցարացի բժիշկ Իգնաց Պաուլ Վիտաս Troxler-ի կողմից, ինչպես է աշխատում, եթե դու նայես նկարի կենտրոնին, աչքերը չշարժես 10-ից 30 վայրկյան, կողային հատվածի պատկերները սկսում են խամրեն, աղոտ դառնալ, նույնիսկ ամբողջությամբ սկսում են անհետանալ, հիմա դուք փորձեք կտեսնեք, բայց հենց աչքերը թեթև շարժում ես, ամեն ինչ կրկին հայտնվում է, ինչու է սա տեղի ունենում, ուրեմն ուղեղը չի սիրում երկար ժամանակ անփոփոխ ինֆորմացիա, եթե ինչ որ բան չի շարժում եւ չի փոխվում, ուղեղը պարզապես անջատում է դրա մշակում էներգիա խնայելու համար, հասկանում եք, ուղեղը անջատում է դրա մշակումը, որ էներգիա խնայի, այսինքն մենք տեսնում ենք ոչ միայն աչքերով, այլ նաև ուղեղով։ Հիմա փորձեք եւ կոմենտներում գրեք, ձեր մոտ ստացվեց Troxler-ի էֆեկտը թե ոչ։